Բարի լույս սիրելիներս, այս երկու օրը ես բացարձակապես բլոգ չեմ նկարահանում ձեր համար, որովհետև ձեր Անահիտը թամբալացել է, այն էլ ինչպես է թամբալացել, ուրեմն ինչ եմ մոռացել և ինչ չեմ մոռացել, մի հատ ինձ կենտրոնանա, մի վարքյան կարևոր բան էի մոռացել, ասե ինչն էի մոռացել, ականջող։ Արդեն դոբրե ուտրը, դոբրե շասյա ժողովուրդ ջան։ Ինչպես եք սիրելիներս, ես լավ եմ, դանակից շատ զգուշ եմ, ես հիմա այսօր ճիշտ ասած մտադրություն չունեի, բայց այսօր գնում եմ ես մեր Աննայի տուն և ասեմ ձեզ, որ ասեցի դերա, որ իջնում եմ, այնքան գործեր կան անելու քաղաքում և գիտեք ինչ պիտի անեմ, Առաջնահերթ անալիզ տամ մի հատ զոբիս համար, ընդհանուր չեմ տալ, չեմ սիրում շատ ընդհանուր տալ, հետո նոր արդեն գնամ բավականին գործեր ունեմ, վերցրել եմ իմ հին ակնոցները, որովհետև շատ մտածեցի և նայեցի և այդ ակնոցների գույնը ամեն ինչ իմ դուրս գալիս է, ուղղակի ապակին կփոխեմ այս տարի, հիմա տեսնեմ ոնց է ձեռնտու է, թե չէ, որտև ես ապահովագրություն ունեմ ամեն դեպքում և չեմ ուզում, որ ավելնորդ գրպանիցս փող տամ, քանի որ ունեմ մի 1000 հատ ապրավաներ։ Այս ապրավաները իմ դուրս գալիս է։ Այս ամառվա հավաքածուից ուզում եմ շագանակագույնը վերցնեմ, սևը չեմ ուզում, և այն մի ակնոցներս են բանը այդ այս մեկը ես չգիտեմ իրանց մոտից եմ գնել, թե հա, իրանց մոտից եմ գնել, ոնց չեմ գնել, սա վատը չի, գուչի է էլի, այս գուչիներն են ինչած սազում, միգուցե թե սրա վրա ես կդնեմ նոր ապակիներ և այն մյուսը շագանակագույնն է, վերցրել եմ նարսեկի հետս, որովհետև ես կարծեմ, եթե չեմ սխալվում, մայիսի 17-ից է, եթե չեմ սխալվում, եթե ժամանակ ունենամ, այսօր մի քանի գործեր ունեմ, հիմա ուզում եմ այրան անալիզի գնամ, բայց եք ասի, իմ հետ մի բան հետաքրքիր, ուրեմն, գիտեք երեխեք, մի բան, մի թեմայի շուրջ է ուզում խոսել ձեր հետ, երեկ երեկոյան պատահաբար, մտա ինտերնետ ասի մի բան նայեմ և այսահարվեցի, որովհետև մի անսպասելի բան կատարվեց, որը որ ես արդեն քանի ամիսներ առաջ դա որոշել էի, որ դա տես պետք է լինի և դա պիտի տես լիներ, ուրիշ վարիանտ չկար, չեմ ուզում շատ խորանամ, ասեմ ինչեր, այն որ սենց եռացած ջուրը լցվում է գլխիդ, վեր թռադ իմ դիվանի վրայից և անցա օրդինատորի դեմ։ Եվ ոչ ինչ որ արեցի և մինչև գիշերվա ժամը 2-ը ես չէի կարողանում քնել, հանգստանալ, որովհետև անսպասելի երևույթ էր տեղի ունեցել, առողջականի հետ կապ չունի, ուղղակի այնպես բան, որ դու արդեն նախատեսել ես, որ դա պիտի տես լինի ու չի լինում։ Եվ գիտեք այսօր ես ինչ զգացի, չկա չարիք առանց բարիքի։ Երբ որ մի բանը լինում է, ժողովուրդ, ուրեմն դա տենց է պետք։ Ես հասկացա այսօր, որ դա շատ ճիշտ խոսք է։ Ոչ մի բան պատահական չի լինում, ոչ մի բան։ Հանկարծակի դուք չնեղվեք կամ ասեք, որ վայ, սա սենց եղավ, սենց եղավ, ուրեմն դա պետք էր։ Դա պիտի լիներ, չեմ ասում շատ դժբախտություններ։ Երբեմն ասում ենք, այ մար, բախտ չունեմ, ես հետ ինձ ասամ կամ մեկ ասում ենք, աշկով տվին, այդ բառը չասեք, սնոցիապաշտություն պետք չի ունենալ, որովհետև մենք հավատքով մարդիկ ենք։ Եթե մի բան չի լինում, ուրեմն Աստված տենց է կամեցել։ Քարոզի ժամ այլ երեխեք։ Ու ես առավոտյան շատ շուտ արթնացա, 2-ին քնեցի, 8-ին արթնացա, ճիշտ ասած նայեցի, լույս ասեցի, լույսա ոնց որ, բայց ես դեռ քունս տանում էր, բայց քանի որ ես գիտեի, որ ես բավականին ներվային վիճակով եմ գնել և առավոտյան ես շարունակեմ այդ ամեն ինչ օրդինատորի վրա, արթնացա մինչև ժամը 11:30 և ես հասա իմ նպատակին, այսինքն գալիս է մի բան, որ դու քեզանից կախված չի, դու ոչինչ չես կարող, բայց որ մի բանը քեզանից է կախված և խելք և շնորհք և անդադ մտքիս մեջ ասում եմ Անահիտ ուրեմն բարենետ էր, Անահիտ ուրեմն բարենետ էր։ Դրա համար բաներ կան, չպիտի նեղվենք ժողովուրդ ջան, չպիտի ասենք վայ, ֆլան, ֆստան։ Այդպիսի բաներ սիրելիներս, ես
սովորական վանական մարդ եմ ձեր նման եւ բոլորի նման։ Ուղղակի հանկարծ մտքովս անցավ ասեցի կիսվեմ իմ սիրելի ժողովրդի հետ։ Ես այսօրվա բլոգը գցել եմ եւ հանգիստ գնում եմ, որովհետեւ դուք այսօր բլոգ կունենաք, վաղն էլ կունենաք։ Այսօր ասեմ ձեզ մեր մոտ ամսի 10 այսօր ամսի 6-ն է։ Ամսի 8-ին Ֆրանսիայում հաղթանակի օրն է, մեր մոտ մայիսի 9-ն է, մայիսի 7-ը իմ պապայի ծննդյան տարեդարձն է, մայիսի 9-ին Աստված հոգին լուսավորի։ Քանի դեռ Անդրեևը չի վրա տվել, երեխեք մի անգամից մտնեց մեր մոտ, նես լավ արև էր, պատկերացրեք անալիզից դուրս եկա անալիզը տվեցի, մարդ չկա, գիտեք, չէ երեխեք նստել ես մի ժամ, մտքիս մեջ ասում, այ մարդ ինչ ես անում, արի, Էտա տվեցի, հիմա գնամ մի քանի բան գնումներ ունեմ անելու, հետո գնամ արդեն Աննա ինձ։ Այսօրվա իմ օրը։ Մոռացել էի ակնոցների համար եմ հատ մտնեմ։ Վալա։ Հարկավոր է շալվարը տամ մաման մի հատ նեղացնի։ Գիտեք, չցաված, ընդհանրապես չես զգում, թե ոնց են մտնում երակ, բայց այդ այնց էլ մարդիկ են, չէ՞, մեկը մեկին ասում է, ես տենց էլ չջոգեցի, թե դու ոնց մտար երակ։ Բայց հանելուց ցաված քաշելուց։ Չնայած մենակ տեսաշն եմ վերցնում, գերույս ոնց ասում, ոնց եք ասում հայերեն, տենագե, դուք տենագե եք ասում երևի։ Տեսաշ ենք մենք ասում, տեսաշ։ Տեսաշ երկու բան ա վերցնում էլ, էդի սոված կարևոր չի սոված լինես, կարևորը որ դեղը չպիտի խմես, առավոտյան որ արթնացած ես ներվային վիճակ, ձերս գցեցի որ դեղս խմեմ, եկի չի անայի դες որ դու պիտի իջնես քաղաքը չխմես դեղը, գնա անալիզը տու, որովհետև ես արդեն 2 ամիս ու կեսա չեմ տվել, բայց ես զգում եմ որ դեղի կարիքը զգացումը բարձրացնելու ես ինքս եմ դոզաժը անում էլի, բժիշկուհի եմ դառել։ Ով կարող է այդպիսի Անահիտ ունենալ։ Մի հատ ասեք տեսնեմ, ասա գլուխդ մի գովայի Անահիտ, այ վախկոտ։ Բժիշկներից վախենում եմ երեխեք ջան։ Չույթ տակոյ։ Ճիշտ ասած մտածեցի նարինջ գնեմ, բայց մտածում եմ դեռ էլի կարող ալարեմ չգնեմ։ Սկզբից գնամ ինչ գործեր ունեմ անելու դա անեմ, որովհետև դա մի քիչ երկար կտևի։ Հետո կմտնեմ, մտածում եմ Lidl Leclerc գնամ, այս Lidl-ը որ մտնում ես, ինձ ինչ էր պետք, ինձ սալորի չիր էր պետք, ես երևի Aldi-ից կգնեմ, որտեղ մեր մոտ Aldi եկա, Aldi, եթե չեմ սխալվում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եկա, ես մի հատ ուկրաինացի աղջկա պատահաբար տեսա YouTube-ում, ինքը Aldi-ա մտնում, շատ հաճախակի, որտեղ այդ աղջիկը ամեն ինչը հաշվում է կոպեկ, մնացած Ամերիկայի բլոգերները բնականաբար բավականին մեծ գումարներ են ստանում, երևի իրանք այդ բաներին ուշադրություն չեն դարձնում, բայց այդ կինը ինքը բանա, ուկրաինացի է, ուշադրություն է դարձնում եւ հաշվում է իր փողը, եւ դա ես չեմ համարում ինչ որ թերություն եւ չեմ համարում, որ դա ամոթ բան է, մարդկա հաշվում է, մարդեկա չի հաշվում, ուղղակի գնում ես, որովհետեւ պիտի գնես, այդքան բան, բայց բոլորն էլ հաշվում են, թող ոչ մեկը էկրանի առաջ գլուխը չգովա, որովհետև կամ փոքրիկ ժեստեր, որ դա չեմ ասում ես ամենայեմ, բայց դա հնարավոր չի իմ աչքից վրիպի, քանի որ երբ որ դու սպորտսմենու ես եղել, դու պիտի պաշտպանես քո դիմացի խաղացողին, դու պիտի զգաս ինքը ձախից ա մտնում, աչից ա մտնում, հետևից տա հարվածում, Եվ բաներ կա, որ մենք նկատում ենք, այն որ այդ ովքեր որ իրանք ցույց են տալի, որ իրանք ոչ մի փող չեն հաշվում, ասես վերցում շպրտում են, գցում են այդ բանի մեջ, զամբյուղի մեջ, շատ ուրախ եմ ձեր համար։ Բայց եկեք գլուխները չգովակ, այնքան գումարները, որ այդ ամեն ինչը որ դուք գնում եք, դրանցից կեսից շատ այդ ապարատուրան ամբողջը ռեկլամներ է, եւ կահույքը, եւ դա ամեն ինչը։ Եվ ես ուրախ եմ իհարկե, ով չէր ցանկանա, բոլորս եք ցանկանայինք, բայց ես կարտահայտվեի, կասեի, որ ժողովուրդ ջան, այս դիվանը ռեկլամ եմ ուղարկի, ես պիտի օգտագործեմ, հետո դրանից մեկ էլ փոխում ես, մեկ էլ
Իսկ որ դու ամեն ինչը քո մոտ որ դու հալալ քրտինքով աշխատում ես, այսինքն դու ես աշխատում, չեմ ասում բլոգերությունն էլ է հալալ քրտինք, որտեղ այդ խեղճերը առավոտից իրիկուն էկրանից այս կողմ նկարվում են կոնտենտներ եւ այլն, բայց ասեմ ձեզ սիրելիներս, հալալ քրտինքով ինչ էի նկատի ունեմ, որ sense տանջվում ես ֆիզիկապես աշխատում ես, կան մարդիկ կանայք, ովքեր որ առավոտից իրիկուն դժվար աշխատում են գործարաններում եւ այլն, դա կոչվում իմ համար հալալ քրտինք է։ Բլոգերությունն էլ է դա բավականին դժվար աշխատանք, բայց ասեմ ձեզ նույն բանը չի կարելի համեմատել այն մարդկանց, ովքեր որ հյուրանոցներում են աշխատում, ովքեր որ բանվորություն են անում, դա ահավոր դժվար աշխատանք է։ Նարինջը կա, բայց ես մտածում եմ նարինջը գնեմ, այս նարինջները գիտեք, չէ, կեսից շատը նեխած են, չեմ գնելու, չէ։ Ավելավա խանութից 2 կիլո գնեմ, դա ինձ լրի վերիկա, հետո այդքան գնի, արի տես որտեղ ես տեղավորում։ Լավ եմ, չէ մենախոսությամբ զբաղվում, այն որ իմ լավ հետևորդուհիներից մեկը Լերանայ ջան, ես շատ եմ սիրում քո վլոգներդ, նայում եմ, անգամ քո մենախոսությունները դրել եմ տոլմա եմ փաթաթում ու քեզ եմ լսում, հալալա քեզ, հալալ, ապրեք, այդտենց բոլորը տոլմա փաթաթեք եւ նայեք, լսեք Անահիտին, ինչ ասեմ ձեզ սիրելիներս, մի քիչ հումոր էլի, հիմա մեկը դերից հետևից կես մտում դա ինչներ որ հումոր հասկացողին պիտի բացատրես, չհասկացողին որտեղից բացատրես։ Ժողովուրդ ջան, անջատում եմ միլիցիա ջաջաները ուղիղ ինձ են նայում, դիմացը կանգնած են։ Գնում եմ դուխու հետքերով երեխեք ջան։ Բարի լույս իմ սիրելի մայրիկ։ Բարի լույս աղջիկը։ Մորս աշխատանք եմ տվել երեխեք ջան։ Պրոստը ես եմ մեղավոր, բառա ջան։ Ասեցի չեմ կարա անեմ, դա համար տարատվեցի, բայց դա չեմ տվել, մամ, էսի առաջին անգամ է։ Չէ, են որ տարա պերեդիրկի տվեցի։ Այս շալվարը իմ հավաքածուի շալվարն է, եւ ես գնել եմ բավականին մեծ, թե ինչի էի մեծ գնել, հիմա բացատրեմ բոլորին, որովհետեւ մամ ջան, ես շատ բարձրահասակ եմ, որ կպուճուր ռազմեր եմ վերցնում, կարճ է լինում։ Հա, դրա։ Հետո մինչեւ ժողովուրդ, մինչեւ որոշեցի գնեմ պուճուր ռազմերը, սոցիետեն փակվեց։ Եվ չկար արդեն ավարտվել էր էլի։ Ես Սուսաննան էլ շատ լավ կարում, գիտեք բոլորդ էլ, մեր քուրերի բոլորն էլ շնորհքով են, բայց ոչ մեկին դավերա չեմ անում, երեխեք ջան, չեմ վստահում միայն եւ միայն մորս։ Այդ մեջքը ինչ է ռեզին արել։ Հա։ Մեջքը ինչ է ռեզին արել։ Լավ, Հա, ավելի լավ, ճիշտ է, որ չի ձգում էլի նստելուց։ Այսօրվա եղանակը ոնց է, մամ, դուրս եկել ես, ցուրտ, չէ։ Տակա, չէ, ցուրտ չի, տակա, լավ է։ Հա։ Բայց դե վաղ արդեն արև է լինում։ Ինչ է սարքում, մեռնեմ աչքերիդ։ Ես որ ուզում եմ թտուկ աղան բուղ եմ մալականի որտեղ էլ բորշ անեմ։ Բայց բանի մսի հոտ չեմ առնում, չէ, հավի հոտ եմ առնում։ Չէ, այն հնդուշկի թևերն Այդ հնդուշկի թևերը շատ առողջ արարը, հետո բանը։ Դու սիրում ես, մամ ջանը, հա։ Իսկ ես հիմա մտածում եմ ինչ պատրաստեմ, քանի որ այսօր երեկոյան մենք ընկերներով գնում ենք ռեստորան, մամ։ Այսօր։ Հա։ Վաղը տոնա, չէ, մեր մոտ ախր։ Վաղը մայիսի 8-ն է, հաղթանակի օրն է Ֆրանսիայի։ Մեր մոտ է մայիսի 9-ն է, մամ ջան։ Սրանք մի օր շուտ են հաղթել։ Հա, հա։ Այդ բանը կաշկեն ինչ լավ ես բերել շուռ տվել են դուրսը։ Հա։ Կաշկետ ինչ լավ ես։ Մի մեշոկ հող եմ առել, ծաղիկի համար։ Հələ դե չես տեսել։ Այն օրը այդ որ գնաց Վարշավյանից գնացի։ Ուրեմն ծաղիկը որ քեզ բերել են, հենա բերել են։ Դե դրսի ծաղիկը։ Ուրա։ Նայ սեղանի վրա դրած է, սեղանի վրա է։ Օ լալա, դրիր մեջ, բայց սրա համար գարշոկ է մեզ պետք։ Ինքը շատ սիրուն գարշոկ է։ Չէ, էսի գարշոկ չէ, էսի գարշոկի տակն է, պետք է սիրուն գարշոկ առնենք, դնենք մեջը, որ գնանք այն գյուղատնտեսական խանութը, ես քո համար նվեր կառնեմ։ Շնորհակալ եմ, անա։ Խնդրեմ։ Էդ էլ է սիրուն։ No, էսի սիրուն չի, էսի կարիշն է։ Դες ինչ կա, կակրես տակը ծագեր է։ Բայց եմ ասում։ Հակնի գարշոկ, էսի կոչվում է սուպո, այսինքն տակի էլի։ Միջուկ, հա, միջուկ։ Հիմա ես նայում եմ, ասում եմ, դաժե այն սպիտակը, որ գետնին դրել ես ռեհան ես արել, այ դրա մեջ է շատ գեղեցիկ կլինի։ Սպիտակը։ Հա։ Որ մտնի, հա։ Կմտնի 100%, մամ, աչքաչափ։ Բայց ես, մամ, կարող է ինձ սիրու, չէ, ինի շատ մեծ է։ Չէ, ինի մեծ է, No, սրան ես գիտեմ ինչ չափսա պետք։ Էսի մամ չափենք կգնանք։ Այդ կալան ասում է, այդ պորտոկալաները մի տարի են մնում, անայ, դավել չեն մնում։ Ոնց ու մեռնում է հետո։ Հա։ Հա։ Ու մեռնում է։
Հա, բան իսկ էլ սպիտակները, որ դրա սպիտակները երկար է մնում, այնի բազմամյա է։ Բայց շատ սիրուն ազանավեսկեքիդ հետ։ Ժողովուրդ ջան, ես էլ ձեր սաթիկին։ Սաթիկ ձեր տատիկին։ Էտա ժողովուրդը գնացին, մեր տունը լցված էր, հիմա նորից էլի անցանք մեր ռիթմին։ Հիմա Սաթիկ տատիկ ջան, դուք պատրաստում եք ձեր բորշը, բայց Անահիտը что будет готовить։ Տեսնում եք, այս սիրուն, այս սիրուն այս գործած այդ քորոցների ամանը կարակ ասեք ով է գործել։ Եթե ասեք, կասեմ մալադեց, հեղինակ, մեկ էլ այս մաման իր պլանչետը դրել ա վրեն։ Իհարկե, արդեն կողքից հիմա պատկերացնում եմ հեռուստացույցի հետևից բոլորդ ասում եք Սուսաննան։ Լավն է այդ քորոց։ Անա երեք մի հատ հաղորդում կար, որան է հա քեզ ասել։ Գրված էր գիտունների խելացիների համար է, եսի կրասվորդ չէ, էլի ուղղակի ասես 20 հարցը։ Տեսեք ովքեր կարան հաղթել։ Տարբեր բաներ հարցեր ամեն բնակավարից։ 20-ից 17-ը ասել են։ Ոյ, ղուրբանատեր։ Գիտես կա Իտալիայի ամրոցներից Ներնեմ կյանքի գրողներից, քաղաքներից, որտեղից հարցեր 3 հարցը գրում են, 1, 2, 3, էսի, որն է, ուրեմն 20-ից 17-ը ասել են։ Դե հիմա ուշադիր ինձ լսեք բոլորդ, արդեն դիմում եմ ամբողջ իմ հայ ազգին։ Եթե մեկդ կդառնա 60 տարեկան, որտեղ շատերն են դառնում 60 տարեկան ու ասում են, «Ադելամ դե ծերացել ենք էլի»։ Ժողովուրդ, վարժություն է սա։ Իմ մաման երեք գնացել եմ քնելու, տեսնեմ բան է նայում բարձր։ Ժամը 12-ն է։ Ինքը անցնում է Facebook-ից YouTube-ից Instagram, քաղաքական մեկնաբանությունից հետո գնում է դեպի մի հատ ընտանեկան բլոգ, ընտանեկան բլոգից գրում է crossword։ Ոնց վարվեմ ես քո հետ։ Ինչ անեմ, մի հատ ոնց ասեցիր այն օրը սենց գլխի դրեցիր, ասիր մարդը պիտի խելք չունենա, որ չմտածի, շատ ճիշտ ես ասում մամ ջան։ Դրա համար ժողովուրդ ջան, երբեք մտքներովդ անգամ չասի, որ ադե մեծացել ենք, ինչի՞ս է պետք նայեմ, ինչի՞ս է, կյանքը գեղեցիկ է, վայելեք։ Տեսեք իր այդ գեղեցիկ ձեռքերը, ուй ուտեմ այդ թմբլիկ ձեռքերը, նիհարից արդեն что-то мне не нравится։ Ահա, հիմա երեխեք ջան, եկել եմ պատրաստ, նստել եմ, որպեսզի փորձեմ։ Գնացի այնտեղ ակնոցներից թողեցի եկա։ Մամ, այդ ամբողջ ձակով հելնում ես։ Սենց ներսով գնում ես լրիվ։ Հետչնա դուրս է գալ երեխեք ջան, հետչնա։ Մատու եղունք։ Սպասեք մի վար։ Ժողովուրդ էս ասարկեց, բայց երևի ասել մի քիչ էլ սենց հետևից վերցնի, մի քիչ էլ նեղացնի, ու ուզում եմ ես վիտիշկաները հանեմ, չգիտեմ, արժի հանել ես վիտիշկաները, իսկ եթե վիտիշկան բացեմ մինչև այստեղ, հեսա գնամ մի հատ պարտնիխայիս մոտ, մամ, հիմա մամային խնդրել եմ, որ ես գոտին իջացնի, պետլյան դնի այստեղ, հիմա տեսնենք ոնց է անելու, ասում սա էլ կհանեմ, սա էլ կդնեմ այստեղ, տեսնենք հələ երեխեք, հիմա տանեմ թող մի հատ մաման լրիվ կարի, ուղղակի ընտիր եղավ, լրիվ նեղացրեց, հետևի մասներ նեղացրեց, տեսնում եք, որ մարդը պիտի չմտածի, տեսքս լավն է, չէ, չմտածի, որ ինքը մեծացել է, ժողովուրդ ջան, իրա մոտ շատ չեմ ուզում ասեմ, բայց եղեք զգուշ, որպեսզի ձեր գործողությունների մեջ չվիրավորեք մեծերին, չասեք, բայց դու մեծ ես, դու կարաս անես, անգամ որ չասեք էլ, բայց դու չես կարող անես, դու մեծ ես, իրանք արդեն կզգան, որ դու ասում ես չես կարող անես, որովհետև իրանք մեծ են, նենց որ այդ բառը չասեք։ Վաղուց այս կոնտենտը չեք տեսել, ժողովուրդ ջան։ Դրանայից չկան ոտաբոբիկ, գիտեք ինչ է ոտաբոբիկ, որտեղ ես ապամաներում կիքան չասի, անա այդ այն շալվարը փորձի։ Հակել եմ դրա համար կիսաշրջազգիստ, որտեղ կիսաշրջազգիստով ավելի հեշտ է իմ համար։ Ուրեմն մեր մոտ, որ ասելիցի, չէ նորը, ձմերը հետ ա եկել։ Ես ճիշտ ասած, որ վառարանը հավաքեցի, ես գիտեի, որ էլի կցրտի, որովհետև մեր մոտ մի անգամ մայիսի մեկներ հա, ձուն եկավ։ Բայց ես այն ցուրտը չի, որ վառարան վառենք, դրա համար ամուսինս դիվանի մեջից անելա այս
պլեդը և ճիշտ արել, շորտիկով բարակ մայկով, ես երեք ունենց էի մրսում, ես էլ էի ահավոր մրսում, դնենք այ այստեղ, չնայած այսօր երեկոյան տանը չենք լինելու, բայց ամեն դեպքում, ուզում եմ մի քիչ հավաքեմ, հարթուկ անեմ, ներող մազերիս համար, եթե լիներ չեմպիոն, ինչ-որ մի մրցույթ աշխարհի մասշտաբով և բավականին բան է, դու ասամ, նվերների տենց էլի միլիոններ տային այդ չեմպիոնի համար, իմ տղան կլիներ աշխարհի չէ, օլիմպիադայի չեմպիոն, համար առաջին կորցնելու, համար երկրորդ տուգանքներ մեքենայի ստանալու, ուղղակի երեխեք վերջնը, ուրեմն իր այդ բժշկական քարտն արդեն 4-րդ անգամ է կորցնում և այս անգամ ասեցի Դավիթ հուսով ենք եսի վերջին կորուստդ կլինի և նաև նորից էլի Սերժ եկավ ծիծաղալով, բա կծիծաղա, բա ինչ կան, այդ ինձ երես է տալի տղային, բանը, ինձ մամայի ասում, մաման, Դավիթի բերանով, տղատ նորից էլի շտրավ, վայ ասեցի Դավիթ, մի վարկյան երեխեք ինձ զանգում է, ժողովուրդ մաման այդ շալվարը ընենց սարքեց, ես ցույց կտամ, հեսա կհարթուկեմ, ցույց կտամ, ես ուղղակի, ինչ ասեմ, բառեր չեմ գտնում, մարդը տաղանդը չի մահանում, երեխեք, մարդը պիտի տաղանդ ունենա, այդ էլ է տվածուրիկ շնորհք էլի, կարանելը և այլնը, մազերս այսօր արտուկում եմ, սանրեցի, հիմա կամաց այ սենց հավաքում եմ, մի հատ չորացրեցի մազերս, քանի որ մենք այսօր երեկոյան դուրս ենք գալու ընկերներով, ես որոշեցի մազերս ուղղացնել այսօր։ Այս իմ հրաշալի ապարատը բավականին մատչելի, այն մեկն էլ կարող եմ ցույց տալ, այն մեկը պրոֆեսիոնալ խանութից եմ գնել, բայց ափսոս որ գնեցի, որովհետև դրա համար տեսնում եք երեխեք, մեկ Brand, Dyson, թող Dyson-ը չնեղանա, բայց կարող է Dyson-ը լավն է, բայց բաներ կան, երեխեք ջան, պիտի ասեմ ձեզ, չեմ թաքցնում, պետք է նայեք, տեսնեք, ես էլ լսեցի հիմար դրանց խոսքերին, պրոֆեսիոնալ տեղից ար, մազը չի վառում, բան, ընենց էր վառում այդ պրոֆեսիոնալի մազը, իսկ սրա մեջ կա կերատին, իր գինը 50 եվրո է, բայց Ամազոնում 25 եվրոս բանով այդ զեղչով, կարծեմ եթե չեմ սխալում, հիմա էլ է այդ կան, ես բոլորին տվել եմ այդ լիենը, որ գնեք, այդպիսի բաներ, սիրելիներս, դե լավ, հիմա սենց ցույց եմ տալիս ձեզ, հետո պատրաստվելուց հետո, երեխեք նենց եմ արարում, այսօր գնամ, նենց կմնայի տունը, տելևիզորից դեմը, հանգիստ, սա հրաշքա, սա կրեմն է, բանը կաթա կոչվում, կաթա թե կրեմ, բացեք մետակնոստերս դրեմ կարդամ, հա, կաթ մարմնի, ինքը հենց իմ դուխու բանն է, այդ անչա կրեմն է, բայց ես նես կուզեի էսի ամբողջության բացել ու ես չնայած չես այսօր տեղ ես գնում, ընտիրա լինում սենց էլի, իսատ եմ թողել, սա իմ ֆավորիտն է, իմ դուխին իմ ֆավորիտն է, շատերը որ չեք իմանում, որն է Պանտերի օդը պախվը, խենթանում եմ, սա Սիրգեյինն է, հիմա շատերիդ կասեկան այդ բա Սիրգեյի չունի, Հյուգո Բոս, չի, երեխեք գիտեք ինչ եմ անում, գիտեմ որ շատերիդ էլ տես կլինեք, ինչ եմ անում, կարող եք ասել, ինքը նախքան իր շորերը ես եմ պատրաստում միշտ, որ տեղ պիտի գնա, գնում եմ, լավ դուխ եմ ցանում, իսկ սա երեխեք, սա հրաշքը, սա իմ սիրունի կապուտաչա հարսիկս ա նվիրել, անցել տարի, դեր ունեմ սա, սենց հոտ անուշ, Brazilian Boom Boom Crème, ուղղակի հրաշքը սա, էլ ինչ ունեմ, դուխի, բանի, Estée Lauder-ի այս դուխին է շատ լավը, Անայիսը բոլորդ գիտեք, լավն է, Անայիսն էլ է լավը, Chloé-ն
արդեն քիչ է մնացել, վաշե դուք ինձ մի քիչ խեղճացել եմ, միշտ շատ եմ ունեմ։ Սա է ամենալավը, սա ուղակի հրաշք, մի քանի օր չունեմ, որտեղ քրոջս աղջիկն ասեց, ես ծնունդիդ նվեր գնեմ սրանից։ Դե լավ, ասեցի, որ պիտի գնես, գնի, ու ուրիշ էի կսում, երեխեք ահավոր էր, կամֆորտ չես զգում, իսկ սա ամբողջ մի քանի օր ոչ քրտինքի հոտ, ոչ քրտնում ես։ Եվ այս վերջերս դուխի էի գնել, եւ ես ստացա մի քանի էշանտիոն կրեմային, սա էր, ուրեմն որն է, կլեղ, հա, չմոռանամ սա գնեմ, SPF 30-ը, Էրբորյանի սեսե կրեմն է, ինքը սպիտակ է, որ կսպես մաշկը ծիծաղացնում է, նենց որ նրանք ովքեր շատ չեք սիրում ֆոնդոտենային ծանրություն, գնեք Էրբորյանի կլեղը, եթե ձեր մաշկը բաց է, դե արդեն դուք ըստ ձեր մաշկի պիտի գնաք խանութ, ձեր խանութում ձեզ ասեն, թե դուք ինչ տիպի ա ձեզ պետք էլի, դե լավ երեխեք ջան, տեսնում եք անայտի բիզբիզ մազերը, ես սարքեմ, հետո էլի կմիանամ։ Ես ամենուր եմ մազերը սարքեցի, ապրես մեռնեմ արևիտ, նայում եմ մատ ու եղունք, այն կնոպկեն ոնց ես կպցի։ Ուրեմն մեջից երկու սուր սենց նավտուլները ծակած կողած են, մի հետի պլաստիկ կոպցի չունեմ, որ սխմեն, մինչև սխմեցի մատս տվի չհոցի, արոնը հենց է լարոք տեց, վայ, հա, բակու դու դեր ես խմում, մեխի նման գլուխները, ու դրա վրա նորից էլի բան կա, որ հակնում է, ու հետի նորից թելով, ես նայեց է նախորոք ոնց արվան, թելով կարած է, հիմա հենց արեցի, որ տեսնես չարպաստ ինչ լավ կծվեց։ Մեղնեմ ձերքիդ, խելքիդ, մատ ու եղունգիդ։ Ամեն մեկը ինձ խել Չէր հաստի, բայց շատ կնեք ինչքան պետք է վրճարեմ մայրիկս։ Արդեն դու ենքան շատ ես վճարել։ Վերնեմ կյանքիդ։ Նայում եմ ասում եմ, վայ, եսի ուղակի հրաշք էր, մամ, այնքան մեծ էի վերցրել, այդքան մեծ ինչ էի վերցրել։ Անայ, ես քեզ պահել եմ մինչև խնամել եմ մինչև քան տարեկան էր։ Մինչև երևի 30, հա։ 29-ում եմ եկել ստեղ։ 29-ում։ 29-ում եկել ես մեր թողս էր արդեն։ Ну 30 եմ հաշվում։ 30 եմ հաշվում։ Ես ստեղ եկել եմ, քվիտ եք անայ։ 30 տարի ես եմ եկել ստեղ անայ։ Մամ ջան, այդ բառը երբեք չասես։ Չէ, նենց որ հավասար են, ես պերեջելքի, հատկապես ասենք Պերեջելքի, հա, պերեջելքի։ Մամ քանի տարեկան ես սկսեք կարել։ 20, բայց ինքնուս թե գնացել ես։ Չէ, գնացել եմ մի 2 ամիս լավ վարդետի մոտ եմ գնացել, բայց 2 ամսից ավել չեմ գնացել։ Մանկությունից տենց, դաժե հողի վրա որ նստես, ես շոր էի բանով փայտում։ Պիտի բալա։ Դենց ասում եմ, եսի թևն է, եսի թևերն է, պիրոշ է։ Ուրեմն նոր եմ նշանվել, 21 տարեկան եմ։ Հիմա հերետը բան արես, թե գիտի որ արդեն կարեմ անում, ասես քուրերիս համար շոր կարի, հա, ամառային, բայց իրանց չեմ է տեսել, ասես չապսի ենք կլնեն, իրանք գյուղներ և ենք Երևանում ենք էլի, ասես մեկը Ստելայի բոյին է, Լարիսը, նանիկն էլ ասես քո բոյին է, նացինքը սիրուն չի տարանք իրար հետ, ասեց գնանք խանութ ար, շորեր կարեցի ամառային, գեղեցիկ շորեր կարեցի, մեջքը կդրած, 6 կդոր կլյոշ, սիրուն դոշը շատ գեղեցիկ եմ արել, թևերն էլ Յապոնկա եմ արել։ Չէ, կարճ է իրար է, հա։ Դե հա, կարծեմ Յապոնկա եմ արել։ Վերջը ես մարդը տարավ գյուղ, գնաց գյուղ, ասի հավոսնա ոնց որ հատուկ չապատ ձևած երկուսի վերում դեղավ։ Մալադեց։ Երեխա է։ Ինչ է, 20-21 տարեկան է, որ գնացի այն մարդ, կեսրասերն ձենքան շատ էր սիրում, անչապ սիրում էր շատ։ Հերթով գալիս էին էլի, ինձի շոր կարի, բոլորին մեկենա կարի, մեկենա բերեցին ուրիշից կարի մեկենա, այդ ձերք էին մեկենա։ Բայց ես մեր տուն ուր էի մեկենա արդեն։ Ու եմ դրանց բարեկամները, հերթով ջայլ աղջիկներ, երեխեք, դրանց մի երկու շաբաթ եմ մնացել ամեն օր շոր։ Ինչ մեծ է հոգրի ասնա երբ պետք է գնամ պրծրել ես խանցից։ Տաղանդ, մամ, գիտես տվացուրիկ շնորք է, ինչքան մարդ, հիմա ասա Անահիտ գնա բան, կարուց և սովոր, ձեզ ասեցի չէ, որ դուրս գալուց առաջ
կնկարեմ իմ լուկն այսօր ասա է ավելի սպորտային, որովհետև դուրսը նենց արև է, բայց իհարկե կուրտկա եմ վերցրել, հուսով եմ, որ ամեն ինչ վերցրել եմ, չեմ մոռացել, այո, գնացինք սիրելիներս, ես վաղուց այս ջինսը չէի հայքել, երեխեք լրիվ հետ ենք սովորել բաներից, այդ նեղ շալվարներից, գնացինք սիրելիներս։ Թե ինչ տեղի ունեցավ ձեր Անահիտիչկայի հետ, կդիտեք վաղը սիրելիներս, ու ինձ թվում է եւ կծիծաղեք, եւ կասեք վայ Անահիտ, Անահիտ։ Դե ինչ սիրելիներս, եկեք սրանով ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր, եւ ձեզ ասեմ, որ ձեզ շատ սիրում եմ, եւ շատ շնորհակալ եմ ձեր ջերմ բառերի, ձեր ջերմ կոմենտների համար, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ասում պակա, պակա։